Կրեմլը շատ լավ գիտի, որ իր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Թուրքիան նույնպես պակաս տագնապալի իրավիճակում չէ, քանի որ այնտեղ տարեստարի անկում է ապրում տնտեսությունը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նեոբոլշևիկյան Ռուսաստանի դաշնությունը ներսից փլուզվելու է, ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց խորհրդաաֆղանական պատերազմի ավարտից հետո։ Մահամերձ ռուսական կայսրությունը, որը 2 տարի հետո նշելու է իր 300-ամյակը, չի կարողանալու կանխել անխուսափելին։ Նրա վերջնական կործանումը ավելի դաժան է լինելու, քան ցարական Ռուսաստանի ու Խորհրդային Միության փլուզումները միասին վերցրած։ Ամեն դեպքում Ռուսաստանը այս պահին չի կորցնում Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես բազմաթիվ արևմտյան թերթեր ու լրագրողներ թյուրիմացաբար կարծում են։ Եվ Հայաստանը ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն վռնդում այս տարածաշրջանից, ինչպես այստեղ բազմաթիվ տհաս վերլուծաբաններ են կարծում։ Սա իրականում Ռուսաստանի ստեղծած պատրանքն է, քանի որ նա փաստացի ավելի շատ է փորձում ամրապնդել իր դիրքերը այս տարածաշրջանում։ Ռուսաստանը պետք է կարողանա խաբել մարդկանց, թե իբր կորցնում է իր ազդեցությունը այս տարածաշրջանում, որպեսզի պատճառ ունենա մոտ ապագայում շարունակելու իր նվաճողական քաղաքականությունը։ Նրա արդարացումը կլինի հենց այն, որ անհրաժեշտ է արևմուտքից ինքնապաշտպանվել։ Այս անգամ իր զորքերը ամբողջությամբ կփորձի մտնել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես արեց Արցախում, նորից ներկանալով որպես խաղաղապահ, եւ դա անելու համար Կրեմլը սպասում է հարմար պահին, որպեսզի Բաքվի բռնապետին կանաչ լույսը տա Հայաստանի վրա հարձակվելու համար, որպես հետո գա մեզ փրկի, ինչպես փրկեց արցախցիներին։ Մարգունցյան պատմության մեջ բոլոր մեծ կայսրությունները գրեթե առանց բացառության միշտ վարել են նվաճողական քաղաքականություն ինքնապաշտպանության քողի տակ, եւ այս հարցում Ռուսաստանը ոչ մի ձևով չի տարբերվում։ Իսկ ինչ ավելի լավ արդարացում, քան այն, որ արևմուտքը Ռուսաստանից խլում է Հայաստանին ու Ադրբեջանին, թույլատնելով նրա դիրքերը հենց իր ազդեցության գոտում։ Ռուսաստանը չի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի դեռ ներքին փլուզում չի ապրել իր պետությունը, ինչպես եղավ ցարական Ռուսաստանի ու Սովետական Միության կործանման ժամանակ։ Միայն այդ դեպքում կարելի է պատկերացնել նման սցենար, քանի դեռ հետսովետական Ռուսաստանը համեմատաբար կայուն է, բնականաբար չի թողնի, որ այս տարածաշրջանը այդքան հեշտությամբ դուրս պլստա իր ձեռքից, քանի որ այն իր համար կենսական նշանակություն ունի։ Պարզ իրականությունը այն է, որ Մոսկվան ու Անկարան նորից ուզում են այս տարածաշրջանը բաժանել իրենց միջև, ինչպես արեցին 100 տարի առաջ, եւ խաղաղություն հաստատել Հայաստանի անկախության կորստի հաշվին։ Եվ դա անելու համար օգտագործելու են իրենց ահաբեկչական պետություն Ադրբեջանին։ Այդ երկու գիշատիչների գործարքի առանցքում լինելու է Սյունիքի գրավումը Բաքվի կողմից, որը կբերի Հայաստանի համընդհանուր ու վերջնական մասնատմանը։